Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանն է, ողջույն Տիկի Եսայան։ Եթե Հայաստան դաշինքը վարչապետի թեկնածու ներկայացնի առաջադրի Ռոբերտ Քոչարյանին, հանրապետական կուսակցությունը կմիանա դրան։ Ինչու՞։ Արդեն պատիվ ունեմ շնորհակալություն հարցի համար, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը արդեն այդ մասին հայտարարել է, որ եթե Հայաստան խմբակցությունը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք չենք ասի, այսինքն կմիանանք դրան։ Ասեմ ինչու։ Որովհետև նախ առաջին հերթին այս փուլում, այս պահին հանրապետական կուսակցությունը մտադրված չէ, ցանկություն չունի վարչապետի թեկնածու առաջադրել։ Դա էլ ասեք ինչու։ Այս թեման շահարկում են շատ, վերջերս էլ նաև Էդգար Ղազարյանը փորձեց շահարկել, թե այդ ոնց է, որ 30-40 տարվա կուսակցություն վարչապետի թեկնածու չունի, ուզում եմ պարոն Ղազարյանին եւ մյուսներին ասել, որ իհարկե հանրապետական կուսակցությունը ոչ թե մեկ, այլ մի քանի վարչապետի թեկնածու ունի։ Բայց այս փուլում մենք մտադիր չենք եւ ցանկություն չունենք առաջադրել, որովհետեւ մեր նպատակը ոչ թե այս պահին գալ իշխանության, վարչապետ ներկայացնել, վարչապետություն վերցնել, մեր միակ նպատակը արդեն 7 տարի շարունակ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Այսինքն իշխանափոխությունը, իմպիչմենտը որպես սահմանադրական ճանապարհ իհարկե իրատեսական է բոլոր քաղաքական գործընթացների համար եւ ցանկացած երկրի համար, որոնց սահմանադրության մեջ այդ բանը կա, այդ դրույթը կա։ Իհարկե իրատեսական է, բայց ես կարծում եմ ցանկացած քայլ, որ սկսում ենք, եթե մենք կանխավ մտածենք, որ դա իրատեսական չէ, այդ քայլը ուրեմն դատապարտված է պարտության։ Հիմա մենք ելնում ենք դրականի կանխավարկածից եւ մենք որոշում ենք, որ գուցե եւ կդառնա իրատեսական, որովհետեւ մեր հասարակությունը քայլեր է սպասում ընդդիմադիր խմբակցություններից։ Մեր հասարակությունը 21 թվականից ի վեր սպասում է, որ կրելու ենք, որ իշխանափոխություն ենք իրականացնելու եւ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը դեռ 21 թվականին հայտարարեց, որ իր նպատակը պարլամենտ գնալու իշխանափոխությունն է, Նիկոլին հեռացնելը։ Թեկնածու չեն առաջադրում, դու գիտեք։ Չգիտեմ, իրենց խնդիրները իրենք գիտեն, ես կարծում եմ, բայց կարծեմ Ռոբերտ Քոչարյանը, եթե չեմ սխալվում, իր ասուլիսում հայտարարել էր, որ ինքը վստահ գիտի, որ եթե իր թեկնածություն առաջադրեն, ԿՊ-ն չի միանա։ Նման ինչ-որ մի բան, գուցե ես նյուանսների մեջ սխալվում եմ երանգավորման մեջ։ Բավարար թվով պատգամավորներ չեն միանա, այո, ԿՊ-ից չեն միանա։ Գուցե սա է պատճառը։ Այդուհանդերձ ես կարծում եմ պետք է քայլ անել եւ քայլ անել այն տրամաբանությամբ, այն տրամադրվածությամբ, որ պետք է անել ու հաղթել, անել ու հասնել հաջողության, որովհետեւ մեր հասարակությունը 4 տարի շարունակ ընդդիմադիր խմբակցությունից սա է ուզում։ Մեր հասարակությունը չէր ուզում մանդատ տալ Հայաստան դաշինքին եւ պատիվ ունեմ դաշինքին, որ իրանք գնան պարլամենտում նստեն, Նիկոլ Փաշինյանին հարցեր տան, պատասխաններ լսեն, վիրավորանքներ լսեն, ծաղր լսեն։ Բայց փորձել է ընդդիմությունը հանուն ճշմարտության մի 6-7 անգամ ես կարող եմ ուղղակի հիշեցնել մեծ կամ փոքր ընդդիմադիր շարժումներ, բայց չի ստանում ժողովրդական լայն զանգվածների աջակցություն այնպիսի, որ ԿՊԱ-ականները հարկադրված լինեն Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս գալ։ Այ ինչու։ Ես թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որ ընդդիմությունը չի ստանում ժողովրդական լայն զանգվածների անհրաժեշտ աջակցություն, այդուհանդերձ ժողովրդական լայն զանգվածները մեր հասարակությունը ոտքի է կանգնում ընդդիմության այս 20 թվականի պատերազմից հետո բոլոր կոչերին արձագանքել է եւ մենք ունեցել ենք բազմամարդ հրապարակներ։ Մենք ունեցել ենք բազմամարդ երթեր։ Կատյունե մինչև վերջ չի գնում, էլի գործընթացը։ Դա արդեն հասարակության խնդիր չէ, դա արդեն ընդդիմության եւ կազմակերպիչների խնդիրն է, որ մինչև վերջ կանգնեցնել հասարակությանը մարդկանց հանել փողոց եւ կանգնեցնել, տուն չուղարկել, չերկացնել եւ քաղաքական օրակարգ թելադրել, որովհետեւ այս դեպքում միայն կարող էր հաջողություն պսակվել, բայց քանի որ մեր երկրում դեռ 18 թվականից ի վեր քաղաքական գործընթացները այլակերպված են, ձևախեղված են, եկեք օբյեկտիվորեն ընդունենք, որ մեր երկրում քաղաքական գործընթացներ որպես այդպիսին տրամաբանական այսօր գոյություն չունեն։ Մեր երկիրը զավթված պետություն է, այսօր զավթիչները իրականացնում են կառավարությունը եւ ազգային ժողովը եւ մեր պայքարը, հասարակության պայքարը եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների պայքարը զավթիչների դեմ է, այսինքն գրավված իշխանություն է այսօր Հայաստանի իշխանությունը եւ կարծում եմ նաեւ դրա համար հաջողություն չի պսակվում, որովհետեւ բոլոր արտաքին ուժերը, որոնք շահագրգռված են եղել Նիկոլ Փաշինյանին դարձնել վարչապետ եւ բերել նստացնել Հայաստանի գլխին, Արցախի խնդիրը այսպես դաժանաբար լուծելու եւ այսօր նաեւ Հայաստանի, նրանք շահագրգռված են նաեւ դեռ պահել Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Սարգսյանը ասում է արտաքին ուժերին եմ ես պարտվել։
Որպես նրա կուսակցական անդամ, գերագույն չէ, գործադիր մարմնի ներկայացուցիչ, որ ուժերը բացահայտեք, Ռուսաստանն է, ԱՄՆ-ն է, Եմենն է, չգիտեմ, ով է, այդ ուժը ով է։ Ես կարող եմ իմ անձնական պատասխանատվությամբ ասել, որ այդ բոլորը միասին, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները այս տարածաշրջանում այնպիսին էին, որ ուզում էին ոչ հայանպաստ իշխանություն Հայաստանում, որպեսզի իրականացնեն իրենց շահը։ Արցախը այսօր պետք էր Թուրքիային։ 18 թվականից ի վեր եւ դրանից առաջ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսինքն ես ճիշտ հասկացա, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանը հեղափոխություն են արել 18 թվին, Փաշինյանի երբ որ ուղիղ իմաստով դա ասում եք, այդպես պարզ նախադասություն, աջակցել, ուղղորդել եւ տրամադրություններ ստեղծել համապատասխանաբար։ Սերժ Սարգսյանը խանգարում էր ինչին։ Խանգարում էր, որովհետեւ նա ուզում էր պահել Արցախը։ Նա ուզում էր Արցախում հասնել ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման։ Ուզում էր Արցախի կարգավիճակի ճանաչում լինի անվերապահորեն։ Եվ բանակցային գործընթացը Մինսկի խմբի 30 տարի շարունակ գնում էր այս ճանապարհով։ Բայց քանի որ էլի եմ ասում, Թուրքիային եւ այս տարածաշրջանում այլ խաղացողների Արցախը պետք էր առանց հայերի եւ Արցախը պետք չէր որպես պետականություն, որպես պետություն, ինչպեսին որ կար եւ ստեղծվել էր 94 թվականից ի վեր, դրա համար ներդրվեց այս հակահայ իշխանությունը, հակահայ վարչապետը եւ ինքը այսպես սկուտեղի վրա ըստ էության մեր տղաների զոհերի արյան գնով Արցախը մատուցեց մեր թշնամիներին։ Տիկին Եսյան, բայց ձեզ են ասում, դուք եք Նիկոլին բերել իշխանության, ստացվում է դուք եք հակաղարաբաղյան շարժում եւ իշխանություն բերել Հայաստանում եւ հիշեցնում են ՀՀԿ-ի 53 քվեները հօգուտ Նիկոլ Փաշինյանի։ Չէ, 53 քվե չի, ներողություն, 13։ 13։ 55 հոգի դեմ է։ Ընդհանուր պետք է 53։ Ուրեմն ՀՀԿ-ի խմբակցության մենք, մեկը ես, 55 հոգի դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը։ 13 Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները սոցցանցերը որ թերթեք, նրանցից որոշները իմ ընկերներում կան, անընդհատ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին մեղադրում են, որ այս հակահայ իշխանությանը բերիկ իշխանության Սերժ Սարգսյանն ասում է դուք եք համբուրել էշի ճակատը, տարեք ձեր դռանը կապեք, մեր դռանը մի կապեք։ Հիմա ժողովուրդը տեսակ մոլորված վիճակում է, էլի Սերժ Սարգսյանը մեղադրում է մյուսներին, մյուսները մեղադրում են ձեզ, այ կասեք ի վերջո ես հանդարտ լսում եմ ձեր հարցը եւ նկատում եմ ձեր քմծիծաղը, որովհետեւ շատ ճիշտ եք, որովհետև երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան չի կարողանում անել, անմիջապես քարեգծում հանրապետականի բոստանը։ Ուրեմն, մի քանի արձանագրումներ պետք է անենք 18 թվականից ի վեր եւ դրանից առաջ։ Երբ որ սկսվեց Սերժի հրաժարականի ժամանակ Սերժ Սարգսյանի ինչ էր կատարվում հանրապետության հրապարակում, դուք տեսանյութեր ասեցիք, ինչ-որ գրառումներ ասեցիք եւ այլն, եկեք հետ տանք, մենք պահել ենք այդ ամեն ինչը։ Հա, հետա, հենց բան չեն ունենում անելու, հենց ուզում են իրանք պարզերես դուրս գան, իրանց արած սխալները, իրանց արած դավաճանությունները, Նիկոլին փառաբանելու իրենց դիֆերանտները, հենց ուզում են մոռացության մատնել, ասում են հանրապետականն է բերել, բայց ես ուզում եմ ասել, էլի հետ տվեք այդ տեսանյութերը 18 թվականի, նայեք հրապարակում ովքեր էին կանգնած, նայեք գրառումները եւ ամենասովորական ճշգրտում արեք։ Մայիսի 1-ին 18 թվականի Նիկոլը չընտրվեց, մայիսի 1-ից մինչեւ մայիսի 8-ը վաղը լրանում է այդ Չարաբաստիկ օրը, մայիսի 8-ը կար մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի պարլամենտում նստած մյուս խմբակցությունները, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն առաջադրեին վարչապետի իրենց տեխնացուին։ Ընդ որում հանրապետական կուսակցությունը ամենաբարձր մակարդակով ասել էր իրենց, եւ մենք դրա մասին անդադ խոսում էինք որպես падգամավոր, որ ձեր տեխնացուն առաջադրեք, այլ տեխնացու առաջադրեք, հանրապետական այդ տեխնացուին կպաշտպանի։ Իսկ ինչ կատարվեց։ Էլի տեսանյութերը հետ տվեք, տեսեք։ Ուրեմն վազվզում էին ազգային ժողովի դահլիճում, բարես ուղակի իմաստով եմ ասում, չեմ հիպերբոլա չի իմ ասածը։ Ստորագրություններ էին հավաքում, որտեղ երբ որ մի շաբաթ առաջ չի ընդունվել, պիտի ստորագրություն լինի 45 падգամավորի ստորագրություն, որպեսզի նոր վարչապետի տեխնացու առաջադրեն։ Այդ ստորագրությունները հավաքեիք, այլ տեխնացու դնեիք անունը, ոչ թե գրեիք Նիկոլ Փաշինյան։ Իրենք նորից երկրորդ անգամ առաջադրել են Նիկոլ Փաշինյանի տեխնացությունը։ Այդ ժամանակ արդեն հանրապետական կուսակցությունը ոչինչ չէր կարող անել։ Տիկին Եսյան, եկեք անկեղծ ասենք, նրանք չեն էլ կարող այլ անուն առաջադրել այդ շրջանում, որովհետև Երևանի փողոցներում տեղուդադար չկա։ Բայց ինչի՞ եք հանրապետականին մեղադրում այդ դեպքում, որ հանրապետականը հրաժարական տվեց այդ պահանջներից ելնելով, եւ հանրապետականը այլևս այդ պահին եկեք օբյեկտիվ ասենք մոլորված էր։ Հանրապետականը
թևաթափ էր։ Ինչու էր մոլորված։ Հանրապետականը թևաթափ էր, որովհետև երկրում տեղի էր ունեցել դավաճանություն։ Երկրում տեղի էր ունենում իշխանափոխություն։ Դավաճանություն նկատի ունեք Դաշնակցությանը, որ ձեր կոալիցիոն գործընկերներն են մի շաբաթ առաջ ընտրեցին Սերժ Սարգսյանին, մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանին։ Դրա անունը եթե այո, ինչու ոչ, իսկ դա ուրիշ անուն ունի։ Դա կարելի է այլ անունով կոչել, որովհետև երբ որ դու գտնվում ես, դուք ասացիք, մեկ շաբաթ առաջ ընտրում եք Սերժ Սարգսյանին որպես վարչապետ, մեկ շաբաթ այդ ժողովրդի ճնշումը չկար։ Այդ ժողովրդի ճնշումը արդեն կար, այդ մարդիկ, այդ մի քանի հոգին արդեն սկսել էին քայլել Գյումրիից։ Եվ այստեղ հենց որ որևէ մեկը պարապ է մնում եւ ուզում է իր ճակատելի եմ ասում, պարզերես անել, սկսում է հանրապետականին մեղադրել այն մեղքերի մեջ, որը հանրապետականը չի արել։ Հանրապետականը ես չեմ ասում սուրբ է, մեղքեր չի ունեցել, սխալներ չի ունեցել, ունեցել է։ Այո, սրանց մասին մենք միշտ խոսել ենք, մեր ներողությունները խնդրել ենք, մեր սխալները ինքներս ենք հրապարակել, ասել ենք, որ այո, այսպես չպետք է դերենք, բայց այն ինչում մեզ մեղադրում են, մենք մեղքի բաժին չունենք։ Իգիեսյան, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեր ունեցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեջ։ Հիմա այս հարցը կարող է աբսուրդային թվալ, բայց նրա տարբեր աջակիցներ այդ օրերին փողոցներում են։ Երբ որ պարոն Սարգսյանն ասում է ձեր համբուրած էշին մի բերեք մեր ՀՀԿ-ի դռանը կապեք, նաև նրան նկատի ունի, նա է նաև համբուրել Նիկոլ Փաշինյանի ճակատը։ Տեսեք, ձեր հարցի մեջ նաև հաստատումը կա այն իրողության։ Չէ, ես ուզում եմ ձեր տեսակետը ուղղակի ես Իմ տեսակետը հետևյալն է։ Այդ ժամանակ որևէ մեկը չկանգնեց Սերժ Սարգսյանի կողքին։ Այդ ժամանակ որևէ մեկը աջակցության ձեռք չմ իր նախկին ընկերներից, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը։ Ինչու՞։ Ես չգիտեմ, դա պետք է իրենց հարցնել։ Դա պետք է իրենց հարցնել, թե ինչու նախ եկեք արձանագրենք, որ 2008 թվականի մարտի 1-ից սկսյալ Սերժ Սարգսյանի դեմ, որպես նախագահ արդեն, շատերն էին աշխատում։ Երևի ինչ որ մարդիկ խանդում էին, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել եւ լավ է աշխատում։ Գուցե։ Ես չեմ կարող դա այդպես մերկապարանոց պնդել, բայց եկեք ընդունեք, որ շատ ուժեր աշխատում էին Սերժ Սարգսյանի դեմ 2008 թվականից սկսյալ։ Դուք չպնդեցիք, բայց ես կհիշեցնեմ, որ Ռոբերտ Քոչարյանը դաժանորեն քննադատում էր ոչ միայն համադրական փոփոխությունը 15 թվի նախագիծը, այլև Տիգրան Սարգսյանին որպես վարչապետ եւ նրա ռեֆորմները Տիգրան Սարգսյանն ասում էր փուչիկ էր ձեր շինարարական բումը, այսինքն այնպես չի որ հարթ էին ընդհանրում։ Ես ես վստահեցնում եմ, որ եթե նույն Տիգրան Սարգսյանը, ես չեմ պաշտպանում Տիգրան Սարգսյանին, ինքը իմ սրտի վարչապետը չի եղել եւ այն ժամանակ եւ հիմա, բայց այդուհանդերձ եթե Տիգրան Սարգսյանը վարչապետ աշխատած լիներ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը վստահ եմ կգովեր, որովհետեւ ինքը հիմա գովերքում է իր պաշտոնավարման նախագահության տարիների 10 տարիները, մոռանալով, որ այդ 10 տարիներին վարչապետ եղել է Անդրանիկ Մարգարյանը հանրապետական կուսակցությունից, մոռանալով, որ կառավարական պորտֆելները հիմնականում, այսինքն առյուծի բաժինը գտնվել է հանրապետական նախարարների եւ պաշտոնյաների ձեռքին։ Ուրեմն այստեղ երկիրը այնքան փոքր է, տարիները այնքան կարճ են այդ 30 տարիները, բոլորս բոլորի մասին ամեն ինչ գիտենք։ Մենք ընդհանրապես մի քանի կառավարություն ենք ունեցել այս անկախության տարիներին, եւ այդ բոլոր կառավարությունների աշխատանքը բոլորի աչքի առաջ է։ Ես էլի եմ ասում, եթե 2018 թվականին այդպես ոգևորված չգնային եւ չմերժեին Սերժին, այդ թվում նաեւ ձեր նշած անձանց ազգականներ, բարեկամներ, չգիտեմ, բաժանաղներ, ընկերներ եւ հիմնարկ ձեռնարկություններ, որոնք գնացել էին հրապարակ հատուկ հրահանգով, հասկանում եք, եթե չմերժեին Սերժ Սարգսյանին աջակցության ձեռք մեկնեին, փորձեին հասկանալ ինչ է կատարվել, փորձեին հասկանալ ինչ է ասում Սերժ Սարգսյանը, երբ որ ասում է ես ոչ թե պարտվել եմ Նիկոլ Փաշինյանին, այլ ավելի հզոր ուժերի, ամեն ինչ շատ ավելի հարթ կլիներ։ Իսկ Քոչարյանը ինչու էր ուզում, որ Սերժ Սարգսյանը զրկվի իշխանությունից։ Ես չգիտեմ, գուցե մարդկային խանդ է, գուցե չեմ կարող ասել, որովհետև ես չեմ կարող, ասում քանի դեռ այդ մարդու կոշիկները չես հագել, նրա անցած ճանապարհի մասին։ Ասում է պարոն Շարմազանովի հարցազրույցից մի կտոր, որտեղ նա ընթերցում էր Քոչարյանի, այսպես երևի ողջույնի խոսքը հեղափոխության հաղթանակի, գրքից հատված էր, որը բավականին դրական տոների մեջ էր 18-ի իշխանափոխության։ Այո, դրական տոների։ Այսինքն դատապարտող չէր օրինակ։ Այ դրանից եմ ես ուզում հասկանալ ինչ կար այդտեղ, ինչ եք դուք մտածում։ Չենք կարող, ես էլ չեմ կարող հասկանալ, էլի եմ ասում։ Ես կարծում եմ, որ որոշակի գիտեք, կան մարդիկ, չանձնավորեմ էլի, չեմ անձնավորում, հատուկ այս մասը պիտի շեշտենք էլի, որ իրենց թվում է, եթե իրենք չեն տվյալ պաշտոնին, ուրեմն դա շատ վատ է։ Եթե իրենք լինեն, կլինի իդեալական։ Եվ այդ մարդիկ ժամանակի ընթացքում աշխատում են այն անձի դեմ, որը
ինքը չի, որը ինքը չի, բայց մի ճշգրտում անենք, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի։ Այս իմ ասած տրամաբանությունը բացարձակապես չի վերաբերվում Հայաստանի Հանրապետության վերջին 7 տարվան, որովհետև Հայաստանի Հանրապետության վերջին 7 տարում մենք չունենք հայկական իշխանություն, մենք ունենք զավթված իշխանություն, մենք ունենք այնպիսի իշխանություն, որը հակահայ իշխանություն է, որը հակա-արցախյան իշխանություն է, որը հակահայկական իշխանություն է։ Իմ ասածը չի վերաբերում այս վերջին 7 տարում, մենք հիմա արտառոց արտակարգ վիճակում ենք։ Մենք զավթված պետություն ենք եւ հիմա մեր կռիվը պետք է լինի այս զավթիչներից ազատվելը, ոչ թե իրար դեմ կռվելը, ոչ թե երբ որ ինչ-որ մարդիկ իմպիչմենտի թուղթ են բերում, այդ հակառակ թևը կամ նույն թևը ընդդիմադիր հանկարծ մտածի, որ այդ իմպիչմենտի թուղթը իրենց դեմ է։ Այսինքն երբ որ դու թուղթ ես բերում իմպիչմենտի մասին Նիկոլ Փաշինյանին ՀԿ-ի դեմ արշավ ես։ Այնց դա է աբսուրդը։ ՀԿ-ի չէ, կներեք Ռոբերտ Քոչարյանի, այո։ Երբ որ այդ թուղթը իմպիչմենտը բառացիորեն հետեւյալն է, անվստահություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանից էլ կխոսենք Տիկին Եսյան, այդ տեսեք, բայց ամեն դեպքում ինչու ՀՀԿ-ի դեմ այդ 7 տարվա կեղտոտ եւ սուտ արշավը, ինչպես ասում է պարոն Մամիջանյանը, հիմնական գալիս է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներ։ Այսինքն ես չեմ պատկերացնում, ընդհանրենք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ինչ որ մեկին թիրախավորում են, պայմանական ասենք Արամ Սարգսյանին, հա, այսպես ասեմ, եւ Փաշինյանը տեղյակ չի լինում դրանից, ենթադրում է պարոն Քոչարյանը առնվազն տեղյակ է այդ թիրախավորումներից Սերժ Սարգսյանը։ Այո, ես ուրախ եմ, որ դուք օբյեկտիվորեն դաշտը գիտեք եւ հարցը հենց այդ տրամաբանության մեջ եք ընկեցնում։ Բայց ուզում եմ մի փոքրիկ շտկում անել, էլի, միայն այդ կողմից չի գալիս, է Նիկոլենց կողմից էլ է գալիս։ Դա նորմալ է, այսինքն, այդ աբսուրդը, երբ որ երկու կողմերը, ընդ որում մեկը ընդդիմադիր եւ մյուսը զավթիչները, նույն բառապաշարով, նույն ջղայնությամբ, նույն նյարդայնությամբ հարձակվում են Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի վրա։ Սա ուղղակի, չգիտեմ, քաղաքագիտության մեջ սա ինչ է կոչվում, բայց մարդկային հարաբերություններում սա շատ տգեղ բան է։ Մարդկային հարաբերություններում, ընդ որում այն հարաբերություններում, որ երկուսն էլ Արցախի ազատամարտի, Արցախի ազատագրման կռիվների ամենաանմիջական դերակատարներն են եւ ամենաուժեղ դերակատարները եւ ամենահաղթած դերակատարները, ուղղակի աբսուրդ է, երբ որ նրանցից մեկը մյուսի հանդեպ այսքան չարությամբ է տրամադրված։ Ես ուղիղ հարց եմ, միգուցե Ռոբերտ Քոչարյանը պարոն Սարգսյանին չի ներում, որ 18-ին իշխանությունը իրեն չտրվեց, այլ փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, միգուցե նա հավակնում էր գալ իշխանության, իսկ Սերժ Սարգսյանը նրան չվերադարձրեց իշխանության։ Ես հիմա ձեզ կպատասխանեմ նույն Ռոբերտ Քոչարյանի բառերով։ Իշխանությունը պորտֆել չէր, որ Սերժ Սարգսյանը տար Ռոբերտ Քոչարյանին։ Հիշում եք, ինքը ասում էր իշխանությունը պորտֆել չի, որ տվել է Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը պորտֆել չէր, որ Սերժ Սարգսյանը տար Ռոբերտ Քոչարյանին։ Չէ, կարծում նեղացվածություն է։ Չէ, ուզում եմ մի շտկում անել։ Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ հայտ էր ներկայացրել։ Էլի եմ ուզում շտկում անել։ Այդ ժամանակ մայիսի 1-ից մինչև մայիսի 8-ը թող Ռոբերտ Քոչարյանի անունը գրեին որպես վարչապետ 18 թվականի մայիսի 8-ից առաջ, թող Բարգավաճ Հայաստանը կամ Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի անունը գրեր որպես վարչապետ։ Մենք այն ժամանակ էլ կպաշտպանենք, հիմա էլ, նույնիսկ հիմա, երբ որ մեզ քարկոծում են, երբ որ անարդար են մեր հանդեպ, երբ որ մեզ մեղադրում են մի բանում, որը մենք չենք արել, երբ որ մեր ձեռքից խլել են իշխանությունը, երբ որ մեզ մեղադրում են, մենք նույնիսկ հիմա ասում ենք, եթե Հայաստան խմբակցությունը կգրի Ռոբերտ Քոչարյանի անունը, մենք կպաշտպանենք։ Թող 18 թվականին Բարգավաճ Հայաստանն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը գրեին Ռոբերտ Քոչարյանի անունը որպես վարչապետ։ Թող համարձակվեին դա անել, մենք կսատարեինք։ Մենք ասել ենք այդ մասին, անուններ չենք տվել, բայց ասել ենք գրեք ցանկացած այլ անուն, բացի Նիկոլ Փաշինյանի։ Դա չեն ներում Տիկին Եսյան, որ չեն ներել։ Իրանք իրաց թող չներեն։ Այսինքն հայտ թող ներկայացնեն։ Դե երևի քաղաքական պայմանավորվածություն պետք է լիներ, պարոն Սարգսյանը եւ պարոն։ Իսկ կար այդ պայման, այսինքն եղել է պայմանավորվածություն հայտնվել։ Ես չգիտեմ, առաջարկը ձեզնից։ Եկեք ես թույլ տվեք ես չխոսեմ մի բանի մասին, մի զրույցի կամ չգիտեմ եղել այդ զրույցը, չի եղել, մի բան, որի մասին ես չգիտեմ, եկեք դրա մասին չխոսեմ, բայց ես էլի եմ ասում, եթե նման ցանկություն կար, նման երազանք կար, նորից իշխանության վերադառնալ, նորից վարչապետ դառնալ, չգիտեմ, նորից նախագահ դառնալ, թող Բարգավաճ Հայաստանը կամ Դաշնակցությունը
առաջարկեին Ռոբերտ Քոչարյանին, ով էր իրան ձեռքը բռնել։ Հիմա ինչի են մեզ մեղադրում մի բանում, որում մենք առհասարակ որևէ առնչություն, որի հետ մենք չունենք։ Տիկին Եսյան, ես շատ լավ հիշում եմ հայաստանյան քաղաքական անցուդարձը առնվազն վերջին 10-15 տարվա եւ կարող եմ ասել, որ օրինակ Սերժ Սարգսյանի իշխանավարման 2008-9-10 եւ այլն նրան շատ քննադատում են մարտի 1-ի համար, թեև այդ զոհերը եւ այլն տեղի են ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եւ ես կարող եմ այսպես կողքից ասել, որ շատ խանգարել է մարտի 1-ի բեռը Սերժ Սարգսյանի իշխանությանը մեղադրելով ես դատավոր չեմ ոչ էլ քննիչ, որ ասեմ նա էր մեղավոր կամ նա էր մեղավոր։ Զուտ քաղաքական այսպես անցքերը հիշելիս այդ բեռը միշտ կար, հա, եւ մինչև վերջին օրը մեղադրեցին օրինակ մարտի 1-ը չբացահայտելու մեջ։ Սա այս մասին ինչ կարող եք դուք ասել։ Արդյոք, հա, իդեպ Աղվան Վարդանյանը այսօր հետաքրքիր բան էր ասում, որ նրանց միջև տարանջատումը տեղի ունեցել 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մարտի 1-ն էր, հա, տարանջատող։ Ես ուղղակի շնորհակալ եմ այդ անկեղծության համար, Աղվան Վարդանյանի այդ անկեղծության համար, այդ բաց այդպես ասելու համար, որովհետև իրականում որևէ հերացող իշխանություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը հերացող իշխանություն էր, եւ նախագահի ընտրություններին մասնակցել էր որպես նախագահ Սերժ Սարգսյանը եւ հաղթել էր Սերժ Սարգսյանը, որևէ հերացող իշխանություն պիտի կարողանար այնպիսի պայմաններ ապահովել հաջորդ եկողի համար, մանավանդ որ այդ հաջորդ եկողը իր պաշտոնավարման ժամանակ, հերացող իշխանության պաշտոնավարման ժամանակ եղել է բոլոր առանցքային պաշտոններում եւ եղել է աջակիցը, աչձեռքը կամ հիմնական ձեռքը, որ պաշտպանել է, օգնել է, սատարել է հերացող այդ իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը։ Այսինքն ինքը շատ առանցքային դեմք է եղել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւ միայն օգնել է, միայն աջակցել է, միայն դրական իմիջ է ստեղծել Ռոբերտ Քոչարյանի։ Ես իմ լրագրողական տարիներից հիշում եմ մի դրվագ, երբ որ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր եւ ես որպես լրագրող նրա պաշտպանության առանձնասենյակում հարցազրույց էի անում նրա հետ։ Ես հիմա բաց պիտի ասեմ, որովհետեւ իրավիճակը այնպեսին է երկրի, որ դա պիտի ասեմ։ Ես վատ արտահայտվեցի Ռոբերտ Քոչարյանի մասին այդ ժամանակ լրագրող լինելով։ Եվ հիշում եմ Սերժ Սարգսյանի հակադարձումը, դիտողությունը, որ չի կարելի երկրի նախագահի մասին նման կարծիք հայտնել, որ չի կարելի նման տրամադրվածություն ունենալ եւ սկսեց ինքը գովել Ռոբերտ Քոչարյանին որպես նախագահ, որպես իր ընկեր, իր հետ ճանապարհ անցած մարդ։ Ես սա հիշում եմ։ Ես ուղղակի շատ կուզեմ տեսնել կա նման իրավիճակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի, կգովի եւ ձեռք կմեկնի Սերժ Սարգսյանին, որովհետեւ անարդար է իրականում այս ամեն ինչը չի կարելի ուղղակի չգիտեմ ինչ նպատակով, նորից պաշտոն ունենալու նպատակով, նոր մանդատներ ստանալու նպատակով, չգիտեմ ավելի ինքը իրան մեծարելու նպատակով, հանիրավի, անարդարացի քար նետել, ցեղ շպրտել մի մարդու վրա, որը եղել է քո ճանապարհի ընթացքում, քո ընկերը, քո կողքին է եղել, դուք միասին նույն գործն եք արել, սա արդար չէ։ Ինչու է անում պարոն Քոչարյանը դա։ Իրան պետք է հարցնենք։ Ես չգիտեմ, իրականում ես չեմ կարող ասել։ Կազմակերպական ձեռք եք տենում այս ՀՀԿ-ի դեմ այս արշավի մեջ։ Դե ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը կարդում է, մարդը գիրք է գրել, կարդալ գիտի, լսում է տեսանյութերը եւ այլն։ Այս ամեն ինչը տեսնում է, չէ՞, տեսնում է թե իր падգամավորները եւ իրենց կողմից սնուցվող լրատվական միջոցները եւ փաստաբանական ինչ-որ մարդիկ, ինչ-որ հատուկ կոստյում շալվարով, ինչպիսի տգեղ, անբարո, ոչ արդար բաներ է շպրտում Հանրապետականի եւ Սերժ Սարգսյանի հասցեին։ Ես չեմ ուզում մտածել, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ասի ձայներդ կտրեք, սխալ եք, անարդար եք, իրենք դա շարունակեն։ Իսկ եթե շարունակում են, ես իրավունք ունեմ լեգիտիմ մտածելու, որ այդ հրահանգը այլ ձևով է տրված։ Տիկին Եսյան, կամ էլ ուզում են ձեզ դարձնել իշխանական 26-ի ընտրություններից առաջ, այսպես ասենք նիկոլական, որպեսզի ընդդիմության բոլոր ձայները իրենք վերցնեն, կա այդպիսի բան։ Մի քիչ չեմ պատկերացնում, մեզ վարկաբեկելով ՀՀԿ-ին որպես ընդդիմադիր ուժ,
որ սրանք այդքան էլ ընդդիմադիր չեն, հակառակը Նիկոլին բերել են։ Բայց իրանք են Նիկոլի հետ նստում ազգային ժողովում հարցեր տալիս, ասում պարոն վարչապետ, իրենք են ինչ որ հարցեր, առիթներ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ինչ որ բաներ նետի, ինչ որ բաներ ասի։ Դուք նկատել եք, պատիվ ունեմ խմբակցության որևէ падգամավոր երբեք Նիկոլ Փաշինյանին հարց չի տալիս։ Իրենք են Նիկոլ Փաշինյանի հետ ինչ որ բաներ անում։ Այսօր թե երեք Վահագն Ալեքսանյանը որոշակի հայտարարություն արեց, չէ՞, այն մասին, որ ով է խնդրել իրան, որ իր ընտանիքին չկպնի։ Մի հատ նայեք էլի։ Այսինքն ոնց եք ուզում էլի մեզ կպցնեք։ Նիկոլը մեզ չի կպնում։ Նիկոլը ձեր հետ է, դուք եք 18 թվականին Նիկոլի հրապարակում մերժել Սերժ Սարգսյանին։ Դուք եք 18 թվականից հետո գնացել պորտֆելներ վերցրել Նիկոլի կառավարությունից, դա հանրապետականները չէին։ Ձեզ է Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին ձեր նախարարներին խայտարակ ձևով ազգային ժողովի մոտ ակադեմիայի դիմաց փողոցում ձեր նախարարներին հեռացրել իրենց պաշտոններից։ Հիմա ուզում եք Նիկոլին բերեք մեր մոտ որի չանեք, այսինքն այդ օտարածին մարմինը մեր հետ ընդհանրապես կապ չունի։ Ես ուզում եմ ընթերցել 2018-ի հուլիսի 9-ին ֆրանկոֆոնիայի խորհրդանական վեհաժողովում ձեր ելույթից մի հատված։ Հիշում եք այդ ձեր ելույթը։ Որ թվականի? 18 թվականի հուլիսի 9-ը 44-րդ լիագումար նիստի քաղաքական հարցերի հանձնաժողով։ Այդ տեսեք ոնց է։ Չէ, բայց հուլիս չէ, երևի մարտին էր դա։ Չէ, 2018-ի հուլիսի 9-ը։ Այսինքն տեղի էր ունեցել արդեն իշխանափոխությունը Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր, դուք ֆրանկոֆոնիայի այդ քաղաքական հարցերի հանձնաժողովում ասում եք. երեք շաբաթյա ընդվզման արդյունքում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մայիսի 8-ին ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ։ Երկրի կայունությունը պահպանելու նպատակով Սերժ Սարգսյանն անձամբ էր պնդել, որ մեծամասնություն կազմող հանրապետականները ապահովեն անհրաժեշտ 53 քվեները Փաշինյանին վարչապետի պաշտոնում 53 ընդհանրապես եք ասում։ Ընդհանրապես, այո, արդեն նախկին իշխող ուժը ՀՀԿ-ն պարզ հայտարարեց չի խանգարելու, հակառակ աջակցելու է, որպեսզի ժողովրդի տեխնազուն ընտրվի վարչապետ, ինչպես նաև աջակցելու է, որ նոր կառավարության ծրագիրը ընդունվի առանց դժվարությունների, նաև հետագա աշխատանքներն որպես կառուցողական ընդդիմություն ՀՀԿ-ն աջակցում եւ աջակցելու է նոր կառավարության։ Այսինքն դուք խոստովանում եք, որ Սերժ Սարգսյանն ասել Փաշինյանին վարչապետ դարձրեք, ել ոնց էր Նիկոլին բերում իշխանության տիկինից։ Չէ, եկեք նախ այդտեղ մի հատ ճշտում արեք։ Ես դաշնակցականներին զենք եմ տալիս ՀՀԿ-ի դեմ։ Չէ, տեսեք, ուրեմն մի հատ ճշտում անեմ, որովհետեւ իրոք 18 թվականի կարող եմ լինքը բացել։ Չեմ կասկածում, որ բանը, ու ժամկետների մեջ եմ ուզում ասել։ Ուրեմն 18 թվականի մարտի 16-ից 10 Չէ, սա արդեն տեղի էր 21-ը տեղի ունեցել Երևանում ընդ որում։ Տեսեք։ 2018-ի հուլիսի 7։ Շատ լավ, խնդիր չկա։ Այստեղ որևէ բան կեղծված չի, այսինքն որևէ բան, երբ որ մայիսի 1-ին Դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանն է ասել, որ ապահովեն Նիկոլ Փաշինյանին։ Բայց դրա մասին մենք առաջին անգամ չենք ասում։ Տեսեք, նրանք էլ ասում են, բայց ոնց են Նիկոլին բերում իշխանության։ Հիմա նորից պետքա վերադառնանք, ասում է այն ակունքներին, ինչից որ մենք սկսեցինք։ Ուրեմն երբ որ մայիսի 1-ին ինքը չընտրվեց եւ ժողովրդական ճնշումը ուժեղ էր, եւ ուրիշ վարչապետի տեխնացու Բարգավաճ Հայաստան ու Դաշնակցությունը չառաջադրեցին, նորից առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի տեխնացությունը եւ ժողովրդական ճնշումը այնպիսին էր, որ հանրապետական падգամավորները հայտնվեցին դագաղների մեջ, ծաղկեպսակներով շրջապատված, որ հանրապետական падգամավորներին խփում էին, հայոյում էին, ասում եմ, ես թեյնիկ այդ օրերին միացնում էի, թեյնիկից ինչ ասես լսում էի, ես հեռախոսահամար էի փոխել այլ անունով, այդ հեռախոսահամարին նորից զանգեր, այսինքն ճնշումը այդ ժողովրդական կամ այդ բանի հիբրիդային պատերազմի այդ տեխնոլոգիաների, որը օգտագործվել էր այդ ժամանակ եւ դեռ մինչեւ հիմա էլ օգտագործվում է, այնքան շատ էր, որ այո, հանրապետական կուսակցությունը որոշեց, որ այդ պակասող ձայները, հիմա երբ որ դուք ասում եք 53 ձայն ապահովել, մարդիկ որ տեղյակ չեն կմտածեն 53 ձայները հանրապետականն է տվել։ Չէ, եկեք հստակ ասենք, որ դրա խոսքը պակասող ձայների մասին է։ Այսինքն 55 падգամավոր անձամբ էր պնդել, որ այդ քվեները ապահովվեն։ Այո, որովհետև էլի եմ ասում, խոստովանություն չի տիկի ես։ Ոչ, որովհետև էլի եմ ասում, երբ որ այդպիսի վիճակ էր, երբ որ ճնշումները ահավոր էին եւ ինքը չէր ընտրվել առաջին անգամ ու այլ տեխնացու, սա կարևոր պահ է, այլ տեխնացու, այլ քաղաքական ուժեր չէին առաջադրել եւ ճնշումը այնպիսին էր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 18 թվականին նաեւ Թուրքիայից հայտարարություն հնչեց Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։
Էրդողանը սպառնալի քնչեցրեց, ասեց սահմանին կանգնած եմ։ Ես ձեր սահմանին կանգնած եմ։ Եվ այդ ժամանակ կուսակցությունը այո որոշում է կայացրել, որ այդ պակասող ձայները խնդրում եմ մի ասեք 53, որտեղ թյուրիմացություն, թյուրընկալում առաջանում։ Իսկ այդ հասկացանք 13 ձայն է ընդամենը հայկական տվել, ընդվում գործարար падգամավորներ են, ոչ քաղաքական։ Եվ որոշվեց, այո, որ գործարարները։ Նաև հետագա աշխատանքներում որպես կառուցողական ընդդիմություն ՀՀԿ-ն աջակցում եւ աջակցելու է նոր կառավարության։ Որպես կառուցողական ընդդիմություն։ Այ ինչու, որպես կառուցողական Թշնամական Նիկոլ Փաշինյանին աջակցելու եք որպես կառուցողական։ Որովհետեւ այդ ժամանակ ամեն դեպքում իրավիճակը երկրում այնպիսին էր, որ դեռ որևէ մեկի մտքով ես կարծում եմ մենք հասկանում էինք, որ ամբողջ խնդիրը Արցախն է։ Մենք հասկանում էինք, որ այս ամբողջ հակաարցախյան Նիկոլ Փաշինյանին եք աջակցել։ Չէ, բայց մենք հասկանում էինք նաև դա ժողովրդի պահանջն է։ Մենք հասկանում էինք, որ հակաարցախիզմն է ժողովրդի պահանջը։ Չէ, լավ, ուղղակի որ ընտիր, չէ, ժողովրդի պահանջը հակաարցախիզմը չէր իհարկե, եկեք ժողովրդին խնդրում եմ այդ բաներում, երբ որ քաղաքական ուժերի մոտ ինչ-որ բան չի ստացվում, խնդրում եմ մի գցեք ժողովրդի գրպանը, որովհետեւ դուք եք ասում ժողովրդի պահանջ։ Դուք ասում եք որպես կառուցողական ընդդիմություն աջակցելու եք նոր կառավարության։ Ես ձեզ լինքը տվեցի, հիմա էլի կարող այ հասկացանք, հա Փաշինյանին աջակցելու եք դիքի։ Այդ ժամանակ այո, գուցեև այտենց իրավիճակ էր, այդպիսի իրավիճակ էր, գուցեև նման բան եղել է, բայց հետո ինչ եղավ։ Հետո ինչ եղավ 20 թվականին ինչ եղավ 19 թվականին երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց եւ հայտարարեց որ ինքը Արցախյան խնդրի կարգավորման հարցում սկսում է իր զրոյական կետից դա արդեն ուրիշ պատմություն է ուրիշ պատմություն չէ ներողություն սա ամենակարևոր պահն է որովհետեւ երբ որ դուք ասում եք հակաարցախյան մարդուն դուք ասել եք որ աջակցել եւ այլն հա Այսինքն սկզբից չեք իմացել, որ Նիկոլը հակաարցախյան է։ Ես չգիտեմ ով է իմացել, ով չի իմացել։ Չէ, թե դե հիմա գիտեք, որ ինքը հակաարցախյան է եւ ասելու եք ՀԿ-ն աջակցելու է նոր կառավարությանը, ես կզարմանամ։ Հիմա? Չէ, նկատի ունեմ 18-ի հուլիսի 9-ին, որ այս հայտարարությունը արել եք, չէ՞, դուք ես կոնկրետ հղում արեցի։ Այդ ժամանակ գիտեք, որ ինքը հակաարցախյան է։ Ես չգիտեմ ովքեր գիտեին եւ ովքեր չգիտեին, այդ ժամանակ մենք մի բան գիտեինք։ Մենք գիտեինք, որ հայ ժողովուրդը ուզում է փոփոխություններ։ Մենք գիտեինք, որ հայ ժողովուրդը ուզում է իշխանափոխություն։ Մենք գիտեինք, որ հայ ժողովուրդը այդ հրապարակում կանգնած ուզում է իր տեխնացուին դարձնի վարչապետ։ Մենք գիտեինք, որ հայ ժողովուրդը այո այդ ժամանակ օգնել էր հանրապետական կուսակցության իշխանությունից, որոշակի դժգոհություններ ուներ հիմնականում օբյեկտիվ որոշ մասով ոչ այնքան էլ օբյեկտիվ, մենք գիտեինք, որ դա ժողովրդի պահանջն է, եւ մենք անսացել ենք ժողովրդի ձայնին։ Եվ երբ որ կառավարության, դուք նայեք այդ կառավարության ծրագիրն էլ է այդ ժամանակ նորմալ գրված ծրագիր էր։ Հետո այդ ծրագրից ոչ մի կետ չկատարվեց։ Հասկանում եք, որևէ կետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարության որևէ ծրագրի ներկայացրած չի կատարել։ Ոչ կարմիր գծերը հանել, ոչ տեսախցիկը հանել, ոչ Արցախի խնդիրն ալուծել հայանպաստ, ոչ մի բան ինքը չի արել։ Ասածս էր, որ իրոք դաշնակցականներին փողոցում կանգնած Փաշինյանը հեռացրեց պաշտոնից, դուք ընդդիմություն եք առաջին օրվանից սկսած, բայց նաև նրան աջակցող ընդդիմություն եք, այ դա էլ հիշեցնենք, էլի։ Այ որ պարոն Սարգսյանն ասում է մինչև 26 թվականի իշխանափոխության ծրագիր կա։ Մինչև 26 թիվը ես ոնց հասկացա դա ինչ է, այսինքն փողոցային շարժում է, նոր բան է, թե ոնց հասկանում ենք պատրաստում եք ընտրություններ խորհրդարանական, այո։ Տեսեք, ուրեմն վերադառնանք, եթե հետ ենք վերադառնում եւ հանգիստ ենք թողնում 18 թվականը, ես կարծում եմ, բայց ուզում եմ անպայման այդ երկու նախադասություն արձանագրեք, որովհետեւ գտնում եք բաներ, որոնցով ուզում եք հանրապետականին մեղադրել, ես չեմ մեղադրում, ես ձեր հայտարարություններն են։ Ես ժամանակը հիշեք։ Որտեղ աջակցում եք Նիկոլ Ժամանակը հիշեք, այո, ժամանակը բան չեմ ասում, ժամանակներն են այդպես։ Ժամանակները շատերն են աջակցում Նիկոլ Փաշինյանին, այո։ Բայց հանրապետականը երբեք չվերցրեց պորտֆելներ Նիկոլ Փաշինյանից։ Դուք միայն այս հայտարարությունը կարող եք ասել, որ ասվել է հանրապետականի կողմից, եւ մենակ իմ կողմից չի ասվել, ելի երկու կողմից է ասվել։ Ես անուններ հիմա չեմ տա, դուք հետո կասեք։ Ես ոչ թե մեղադրական տոնով եմ ասում, այլ հիշեցնելու։ Հիմա դատարանում չենք, խնդիր չի, բայց ուզում եմ ասել, դուք նկատեք, որ այո, հայտարարության մակարդակով անսալով ժողովրդի ձայնին եղել է նաեւ նման հայտարարություն, բայց խնդրում եմ արձանագրեք, որ հանրապետականը որևէ հանրապետական երբևէ Նիկոլ Փաշինյանից պորտֆել չի վերցրել։ Երբևէ չի աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում եւ այսօր նույնպես որևէ հանրապետական падգամավոր Նիկոլ Փաշինյանին որպես падգամ ազգային ժողովի որպես վարչապետ չի ընդունում, նրան հարցեր չի տալիս, նրան մեծարգո վարչապետ չի ասում, նրան պարոն վարչապետ չի ասում եւ ամեն ինչ անում այս 7 տարիներին, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից։ Այս արձանագրում ենք։ Հասկանում եք, որովհետև հիմա դուք բերում եք Ռոբերտ Քոչարյանի, այսինքն մենք բերում ենք նա, ասենց որ գնա
բանա, էլի, շատ հետաքրքիր իրավիճակ է։ Որ գնաք 26-ի խորհրդանական ընդդիմություններին կառերեսվենք, այո։ Չէ, ուրեմն շատ քիչ ժամանակ է մնացել իրականում մինչև 26-ի խորհրդանական ընտրություններ եւ խորհրդանականով լինի, որևէ այլ կերպ լինի, չգիտեմ, իմպիչմենթով լինի, մեր նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է։ Զավթասների իշխանությունից երկիրը ազատագրելը։ Դա ինչ ձևով կլինի։ Ես միշտ մեր ընկերական շրջանակում ասում եմ, ես ձևը գիտեմ, բայց ինձ ասում են դու քաղաքական գործիչ ես, դրա մասին մի բարձրաձայնի, հիմա չեմ էլ բարձրաձայնելու, որովհետև դա քաղաքական եւ սահմանադրական ճանապարհ չի, այն ինչ որ ես պատկերացնում եմ, բայց հիմա բաց ասում եմ։ Իդեպ ՀԿ-ի գրասենյակից կառավարության շենք Միքայել է։ Ինչ նշանակում դա։ Դուք եք մեթոդներ մտածում։ Իսկ դաշնակցության գրասենյակից մինչև կառավարության շենք 1.5 քայլ։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Ընդ որում իրենք ուզում էին կողքի շենքում գրասենյակ բացեին, այդպես էլ չբացեցին։ Այդպես էլ չբացեցին, հա։ Չէ, իրականում եթե մենք նստենք ու դատավորի կեցվածքով իրար դատենք, մենք իրենք մեզ, մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու։ Մենք պիտի հասկանանք մի կարևոր իրականություն, մի կարևոր ճշմարտություն։ Միայն միասնական ուժերով կարող ենք այս երկիրը ազատագրել։ Միայն հանրապետականը կամ միայն դաշնակցությունը կամ միայն որևէ այլ քաղաքական ուժ, միայնակ դա մենք չենք կարող, դա անհնարին է, որովհետև այստեղ միայն անձ Նիկոլ Փաշինյանը չի։ Այստեղ ուժեր են, որ իրենց պահում են, այստեղ ուժեր են, որոնց ինքը դեռ պետք է։ Այդտեղ էլ հարցեր կան Տիկի Եսյան, միասնական վարչապետի տեխնացու ինչքան էլ ասեք մենք իշխանության չենք հավակնում կամ Սերժ Սարգսյան չի հավակնում, ձեզ համար կա տարբերություն միանշանակ, ով կլինի օրինակ միասնական ընդդիմության տեխնացու վարչապետի, այնպես չի Հայաստան խմբակցությունում առաջարկի ասելու եք այո համաձայնենք միայն թե Նիկոլը գնա, չէ՞, չէ, բայց օրինակ Հայկ Մամիջանյանը կոնկրետ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ եթե գրեք Ռոբերտ Քոչարյանի անունը մենք կողք կլինենք։ Էլ ոնց ասենք։ Այսինքն էլ ոնց ասենք, որ գրեք այ մարդ 18 թվին գրեիք մայիսի 1-ից մայիսի 8-ը։ Հիմա գրեք։ Ուզում է վարչապետ այդ մարդը գրեք անունը, մենք ասենք։ Համոզված չեմ, որ հաջողություն կունենա, թե չէ կգրեն միայն։ Դե դա արդեն մեր խնդրեմը չի էլի։ Այս իրենց խնդրեմն է։ Զրույցի համար Factor TV-ում հյուրընկալել ենք Մարգարիտ Եսայանին։